Սկզբանե ոչ լեգիտիմ եք համարում։ Ես մի բան գիտեմ։ Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստում, ցանկացած քաղաքական միավոր, որը խոստում է տալիս գալիս է իշխանության եւ չի կատարում, այլևս ոչ լեգիտիմ է։ Լեգալության խնդիրը դնում են մի կողմ։ Իսկ ոչ լեգիտիմ իշխանություններ ինչ քննարկել, ինչը մեկնաբանել։ Պարոն Պողոսյան, իրենք ասում են, որ մեզ ընտրել է 600,000-ից ավելի քաղաքացի։ Ամենը 1.24-ն է, 1.24-ն է ժողովուրդ, թե 2/3-ը։ Ուրեմն ասեմ, երբ որ 600-ը ասում, ինքներդ հարց չեք տալիս, այդ 600-ը 2 միլիոնից քանի տոկոսն է, եւ ժողովուրդ ասած, որ ասում են, դա ովքեր են։ Չգիտեմ, թող թիվ ասեն 100,000-ն է, 200,000-ն է, 1 միլիոնն է, 3 միլիոնն է, աշխարհով մեկ սփռված 10 միլիոնն է։ Մանիպուլյացիաներին ենթարկվելու իմաստ կա։ Փաստն է, չէ՞։ Ինչ են նոյեմբերի 9-ին հայերով գալիս եռաբլուր, այլ ոչ թե միշտ ոնց մայիսի 9-ին էին գալիս օրինակ, կամ սեպտեմբերի 2-ին։ Մեր օրակարգը ինչ է փոխվել։ Դա չի արդյունքը։ Հիմա արդյունքով գնահատենք։ Արցախի էջը փակել են պարոն Պողոսյան։ Ով։ Իրենք բոլոր պատգամավորները ասում են մեր համար Արցախի էջը փակված է։ Ես մեկ անգամ չեմ կրկնել դրա մասին։ Կա որևէ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախի էջը փակ չի։ Նույնիսկ Բաքվի բանտերում մարդիկ կան, որ ասում են Արցախի հարցը փակ։ Այ դա տարածեք։ Այ դա ասեք։ Այո։ Ռուբեն Վարդանյանին կանի ինչի վստահ եք, որ մնացած ովքեր որ գերի են գտնվում այնտեղ այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, միջև աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ ոգում կա Արցախի հարցը, դրա համար խնդիր է լուծել։ Այս բոլոր մարդիկ, ովքեր որ այսօր գալու են այստեղ, ոնց կարան իրանք համարեն Արցախի հարցը փակ։ Այդ վերադարձի հնարավորություն տեսնում եք։ Ես գիտեմ, որ աշխարհում անհնարին բան չկա։ Ամբողջ հարցը այն է, որ երբ որ երեխան ծնվում է եւ միգուցե 5 տարեկանում երազում է օրինակ ծանրամարտի աշխարհի չեմպիոն դառնա, ինքը չի կարող 6 տարեկանում դա անի, բայց կարող է անել 20 տարեկանում։ Ուրեմն պետք է մի բան ունենալ, որ եթե մենք երազանքը մեր պահենք, որևէ մի բան անհնարին չի։ Իսկ երազանքի հիմքը մեր պարտքն է այստեղ հավերժացած մեր ազգային հերոսներ։ Իսկ այսօր խաղաղությունը իրատեսական համարում եք, երբ նշում եք, որ Բաքվի բանտերում էլ կներեք արդեն հասկանալ են չեմ ասում, պարզապես դեռ մի հատ հարց բան։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, դրա դիմացի գաղափարը որ մեկն է։ Վախ։ Նայեք, աշխարհի ամեն ինչը այդ նույն չինական ինյանի կամ սև ու սպիտակի, չէ՞։ Երբ որ ասում ենք հաղթող, միջև չլինի, ինչի համար ենք ասում, որովհետև կա մեկը, որը պարտվել է։ Մենք համեմատության համար պետք է անենք։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք պատերազմա լինելու։ Ուրեմն դա խաղաղություն չի։ Խաղաղության բառի մեջ վախ չի կարող լինել։ Իսկ ձեզ խաղաղությունը վախացնելով են բերում։ Ուրեմն եկեք այդ բառը ընդհանրապես մի օգտագործեք, էլի։ Կրակոց չկա, ուրեմն կա խաղաղություն։ Գիտեք ինչքան ժամանակ կրակոց չի եղել։ Քանիսն եք տեսել, որ ամիսը 1 մեր Շուշաբանդից նկար է հրապարակում։ Ճանապարհ կար, գնում գալիս ենք, բայց երբ որ ինձ հարցնում էի, ինչ էի պատասխանում միշտ։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Հիմա էլ չի ավարտվել։ Հիմա էլ չի ավարտվել։ Փաշինյանը ընդունել է սխալը, բայց ուրքան չի ընդունելու, եւ էս սխալված մարդը սխալ ունի։ Որն է սխալը, տեսանք հրապարակել 40 Ես Փաշինյանին չեմ հետևում, ոչ լեգիտիմ իշխանություններին չեմ հետևում, ձեզ խորհուրդ եմ տալիս։ Շատ լավ ասել էր, կարող է կանխել։ Ինչ ասեմ, հերթական մի հայ մի բան ասել, նստան մայտնաբան։ Ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կողմից։ Ինքը դրա մասին մի քանի անգամ էլ ասել էր, եկեք հիշել։ Նոր տեսակ։ Դա հա ասենք վերահրապարակել է, բայց բան չի արել։ Ասենք հիմա ինչ որ ասել է, ինչ սխալի համար պատասխան են տալիս, ոչ թե հրապարակում են։ Իսկ երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, ինչ անում։ Հրաժարական է տալիս, հեռանում է, ոչ թե թատրոնա բեմադրում, մնալով իշխանության մեջ նոր ընտրությունների անուն դրած տակ կազմակերպում, հետո մեր վրա վաճառում, թե հրաժարական են։ Ոչ հրաժարական տվածները, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ասեց հեռացավ։